Փաշինյանը շատ ավելի ճկուն է, նա կարող է նախ լինել հաղթած պատերազմի կամ կռիվների առաջնորդ, ոնց որ եղավ, հա, այդ հուլիսյան մարտերը, հա, չէ, սկզբում ինքը հուլիսյան մարտերի առաջնորդ էր, Սարդարապատում կոչումներ էր շնորհում եւ այլն, բայց ինքը ճկուն է, եկեք հասկանանք, օրինակ Սերժ Սարգսյանը այդքան ճկուն չէ, ինքը ճկուն է, ինքը կարող է հաջորդ օրը դառնալ խաղաղության առաջամարտիկ, ինքը կարող է ակնհայտ այն որ պարտությունը, ակնհայտ ձախողումը ներկայացնել որպես մի ձեռքբերում, մի հաղթանակ։ Քաղ տեխնոլոգիա է։ Միջանցք է տվել, ասում են ներդրում ենք ներգրավում։ Դե քաղ տեխնոլոգիա չգիտեմ, դա մեծագույն տաղանդ է, քաղ տեխնոլոգները չեն կարող այդպես բաներ հնարեն, էլի։ Բայց շատ հարցերում իրենք նման են, ես օրերս ինչ էի հիշել, որ Սերժ Սարգսյանը երբ գնում էր Եվրոասոցիացման, բոլորս հիշում ենք այդ Հայաստանում տիրող էյֆորիան, մեկ գիշերում որոշում է, որ պետք է գնա ԵԱՏՄ, հետո ԵԽԽՎ-ում հայտարարում է, որ դե դուք եք ասում, որ մենք չենք կարող համադրել մաքսային միությունը Եվրամիության հետ, բայց ակնհայտ է, չէ, երկու տարբեր միություններ են։ Հիմա Փաշինյանն էլ ընդունում է Եվրամիություն գնալու մասին օրենք, մի քանի շաբաթ հետո տալիս է Շանհայյան կազմակերպության անդամակցության դիմում։ Այս իմաստով իրենք փորձում են բոլորին բավարարել եւ հատկապես Փաշինյանը հիմա, որպեսի արտաքին լեգիտիմություն ստանա։ Առաջ Սերժ Սարգսյանը այդ լեգիտիմությունը ստանում էր Եվրոպայից, որովհետև եվրոպացիք քննադատում էին կոռուպցիայի ու կեղծված ընտրությունների համար։ Հիմա Փաշինյանը հասկացել է, որ Եվրոպա-Ռուսաստան կապ չունի, կապ ունի Թուրքիա եւ Ադրբեջան, որովհետև մենակ իրենք կարող են սպառնալ իր վերընտրվելուն։ Իսկ իրանք դրա դիմաց ինչ որ բան են ուզում Հայաստանի պետական շահերը, ստրատեգիական նշանակության զիջումներ եւ Փաշինյանը ասում է ես համաձայն եմ, ես զիջում եմ, մենակ թողեք վերընտրվեմ։ Իրանք էլ ասում են մենք վստահում ենք քեզ, դու վերընտրվի, մենք ավելի լավ է քո հետ գործ ունենանք։